Ողջույն, այսօր ես ձեզ կպատմեմ Երվանդ Քոչարի մասին։ Երվանդ Քոչարը հայտնի նկարիչ էր և արձանագործ։ Նա ապրել է 1899-ից 1979 թվականներին։ Երվանդ Քոչարը արվեստում իր մեծ դերը ուներ, քանի որ նա ստեղծել էր մի նոր ձև, որը անվանվում էր տարածական նկարչություն։ Այս ձևում կարծես նկարը շարժվում է և ունի ժամանակի գաղափար։ Քոչարը սովորել է Թիֆլիսում և Մոսկվայում, որից հետո տեղափոխվել է Փարիզ այնտեղ ապրելու և ծանոթացել է մեծ արվեստագետների հետ և հայտնի է դարձել։ Ավելի ուշ նա վերադարձել է Հայաստան, բայց շատ դժվարությունների է հանդիպել։ Այնուամենայնիվ, նա շարունակել է ստեղծագործել։ Նրա ամենահայտնի գործերից են «Սասունցի Դավիթը», «Զվարթնոցի արծիվը», «Վարդան Մամիկոնյանը», «Էքստազը» և այլն։ Քոչարի արվեստը շատ հետաքրքիր էր, քանի որ նա փորձում էր ցույց տալ իր ուժը, զգացմունքները։ Այսօր նա համարվում է հայկական ազգի ամենակարևոր ներկայացուցիչներից և նկարիչներից մեկը։ Նրա աշխատանքները ցուցահանդեսներում մրցում էին Պիկասոյի, Միրոյի աշխատանքների հետ։ Երվանդ Քոչարն իր առաջին աշխատանքները արել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ նույնպես սովորել է Թումանյանը։ Վենետիկում եղած ժամանակ նա գնաց և բացահայտեց Սուրբ Ղազար եկեղեցին։ Մոտ 30 տարի Փարիզում ապրելուց հետո նա վերջապես ունեցավ իր ցուցահանդեսներից մեկը։ 1936 թվականին Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ։